Ինչպես ճակ տվեց եկեղեցու թվացյալ միասնականությունը, ինչու բարձրաստիճան հոգևորականները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ կապ ունի վերջապես այդ ամենի հետ Ռուզանը։ Սրանք հիմնական թեմաներն են, որոնց մասին այսօր զրուցելու ենք։ Եթե ձեզ հետաքրքիր է, թե ով է Ռուզանը, ասեմ, որ ամենահեշտը այս հարցի պատասխանը գտնելն էր։ Մնացածը կքննարկենք հերթով։ Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ։ Նոյեմբերի վերջին շաբաթը Փաշինյան մայր-աթոռ դիմակայության համար որոշիչ նորություններով կհիշվի։ Իրականում համաշխարհային պատմության մեջ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների գաղտնի կամ բացահայտ բախման դեպքեր բավական շատ են եղել։ Երբեմն աշխարհիկ իշխանությունն է հաղթել, երբեմն հոգևորը։ Ասել, թե այսօր բացառիկ պատմական պահ ենք ապրում, երբ մենք հայերս ևս վերջապես ունեցանք այդ պատմական պահը մեր պատմության մեջ, այսինքն նման դրվագ, լուրջ չի լինի։ Մեր բանիմաց պատմաբաններից շատերը առնվազն մեկ տասնյակ դեպքեր կթվարկեն, երբ հենց հայոց պատմության ընթացքում ունեցել ենք հոգևոր և աշխարհիկ իշխանությունների բախում։ Այս օրերի զարգացումները բացառիկ են թերևս նրանով, եթե ուզում ենք անպայման առանձնացնել, որ առաջինն են Հայաստանի Երրորդ Հանրապետության ընթացքում 1991 թվականից ի վեր։ 1991 թվականից ի վեր այս ողջ ընթացքում պետությունն ու եկեղեցին գոյակցել են եթե ոչ 100%-անոց հաշտ ու խաղաղ, ապա առնվազն հստակ դերաբաշխմամբ ու պայմանավորվածություններով։ Իրավիճակը փոխվեց 2018 թվականին, երբ Հայաստանի ղեկը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Մեկ այլ առիթով ու ավելի մանրամասն կխոսենք, թե Փաշինյան-Գարեգին Բ հարաբերությունները ինչպես սառը քաղաքավարից դարձան բացահայտ ու հստակ թշնամական։ Այս անգամ շատ ժամանակ չծախսենք այդ երկար պատմության վրա ու միանգամից վերջին շաբաթվա զարգացումներին անդրադառնանք։ Սկսենք նրանից, որ Փաշինյանն ու նրան ուղեկցող պաշտոնյաները, ի դեպ վերջիններիս կազմը հաստատուն չէ և ամեն կիրակի թարմանում է, փոխվում է, կիրակին կրկին պատարագի մասնակցեցին։ Եթե չեմ սխալվում, Հովաննավանքի հայտնի պատարագի հետ սա արդեն 6-րդն է շարքում։ Այս անգամ պատարագը եղավ ոչ թե Հանրապետության մարզերում, այլ հենց Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցում։ Եվ կրկին արդեն հերթական կիրակին է վարչապետն ու նրա ուղեկցողները մասնակցում են պատարագների, որոնք մատուցում են ոչ թե կարգալույծ հռչակված, այլ ամենաիսկական հոգևորականները, իսկ դեպքերի մեծ մասում հենց թեմակալ առաջնորդների ներկայությամբ։ Այս անգամ էլ բացառություն չեղավ, բացառությունն այն էր, որ հերթական պատարագին Փաշինյանի հետ մասնակցեցին նաև մեր ձևով շարժման ներկայացուցիչները։ Այո, իսկապես պատմական պահեր ենք ապրում։ Հերթական անգամ պատարագիչները կաթողիկոսի անունը զեղչեցին, այսինքն չարտասանեցին պատարագի ընթացքում։ Փոխարենը եկեղեցում ներկաներից ոմանք Գարեգին II-ին հիշատակեցին։ Սա էլ է հետաքրքիր, ընդդիմադիրներից շատերը հայտարարեցին, հետո հայտարարեցին, թե կաթողիկոսի անունը հնչեցրել են շատ շատերը։ Ոմանք էլ անգամ այս իրավիճակը բնութագրում են այնպես, թե հնչեցնում էր ժողովուրդը, իսկ իշխանության կողմնակիցներն էլ պնդում են, որ գրեթե ոչ ոք։ Սա դասական օրինակ է, թե մեզ ինչպես են մատուցում կիսաճշմարտությունները ամեն օր։ Իրականում Գարեգին Բ-ին հիշեցին հիմնականում Մերձևովի հետ կապված մի քանի գործիչներ։ Գուցե նաև եղել են փոքրաթիվ բացառիկներ, որոնք կապ չեն ունեցել Մերձևովի հետ, բայց այդ պահին միացել են կաթողիկոսին հիշատակողներին։ Բայց փոքրաթիվ այս խումբը հաստատ ժողովուրդը չէր, որին սիրում են տեղի անտեղի վկայակոչել թե իշխանությունը և թե ընդդիմությունը, ու նաև չենք էլ կարող ասել գրեթե ոչ ոք։ Օրվա դիտարժան դրվագներից մեկը, ըստ լրատվամիջոցների, հենց այս թեմայի հետ էր կապված Հովհաննես Իշխանյանի մասնակցությամբ։ Կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Հավանաբար արդեն կռահեցիք, թե ով էր Ռուզանը, մեր պատմության ու հիշարժան օրվա ակամա հերոսը։ Ըստ լրատվամիջոցների, տիկին Ռուզանը Իշխանյանի մայրիկն է։ Բայց մի անհանգստացեք, ըստ նույն լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների, Իշխանյանին ոչ ձերբակալել են, ոչ էլ կալանավորել, պարզապես այսպես ասենք դեպքի վայրից հեռացրել են։ Անկեղծ ասած, այս տեղեկությունը ոչ ստուգել են, ոչ վերստուգել, բայց հաջորդ օրվա արձագանքներից դատելով դա հենց այդպես էլ եղել է։ Ինչևէ, վերադառնանք շաբաթվա հոգևոր քաղաքական զարգացումներին։
Այս շարքում եկեղեցուն հասցված հերթական հարվածը մի խումբ բարձրաստիճան հոգևորականների դիմում հորդորն էր Գարեգին II-ին Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Հայտարարության լուսապատճենը լրատվամիջոցներում հայտնվեց նոյեմբերի 27-ին։ Հաշվի առնելով համացանցում տարածվող աղմկահարույց տեսանյութը, որը վերագրվում է Արշակ Սրբազանին, բարձրաստիճան հոգևորականները կաթողիկոսին հորդորում են, այսպես ասենք, միջոցներ ձեռք առնել։ Ընդ որում, բողոքողները հենց նույն հանձնախմբի անունից էին խոսում, որը ստեղծվել էր կաթողիկոսի տնօրինությամբ նույն Արշակ Սրբազանի հետ կապված թեմայի քննության համար։ Ժամանակագրությունը խախտելով ասեմ, որ մի քանի օր անց Արշակ Սրբազանը ասուլիս հրավիրեց ու հերքեց իրեն հասցեագրվող մեղադրանքները։ Հարկ Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են, ես սուտ եմ։ Ըստ հրապարակված դիմումի կաթողիկոսն էլ արժանահավատ չէր համարում Արշակ Սրբազանին մեղսագրվող հանցանքները, նա ըստ հայտնի նամակի անտեսել էր հանձնախմբի կողմից ներկայացված փաստերը եւ մերժել Արշակ Սրբազանի նկատմամբ որևէ կարգապահական միջոց կիրառելու հորդորը։ Ի դեպ, ի սկզբանե կասկածներ կային արդյոք սա ֆեյք փաստաթուղթ չէ, բայց կասկածներն արագ ցրվեցին, նախ փաստաթղթում նշված հոգևորականները չհերքեցին, հետո էլ մայրաթոռից օպերատիվ արձագանքեցին ակամա հաստատելով հրապարակված փաստաթղթի իսկությունը։ Ակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու Սրբազանի անձի թիրախավորումը եւ կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Դատապարտելի եւ անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը, ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգությունները արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությունը, նշվում է մայրաթոռի տարածած հաղորդագրության մեջ։ Այ այսպես, ենթադրություններ չեմ անի, թե ինչ կլիներ, եթե կաթողիկոսն ընդառաջ գնար բարձրաստիճան հոգևորականների այդ հորդորին, արդյոք նրանք կշարունակեին ընդդեմ Գարեգին Բ-ի իրենց ընթացքը։ Դժվար է ասել, փաստն այն է, որ կաթողիկոսը մերժեց, իսկ 2 օր անց նույն բարձրաստիճան հոգևորականների խումբը հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ, կարծում եմ արժե պատմության համար հիշել ու պահել վարչապետի ողջույնի խոսքը հոգևորականների այդ խմբին։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով եւ գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ եւ եկել եմ հետեւյալ մի հետեւության ինքս ինձ համար, որ նաեւ կիսել եմ հանրության հետ եւ հարկ եմ համարում կիսել նաեւ ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը եւ խնդիրն է, եւ որտեվ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր
առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման։ Առաջին հայացքից կարծես ամեն ինչ կարգին է, բայց Փաշինյանի կողմից հրավիրված հոգևորականների կազմը փոքրիկ հարցերի տեղ այնուամենայնիվ թողնում է։ Առնվազն համացանցային քննարկումներում շատ շոշափվեց հատկապես հանդիպմանը հրավիրվածներից մեկի Նավասարդ Կճոյանի անունը։ Հոգևորական, որը պարբերաբար եւ տարբեր ժամանակներում հայտնվել է հենց նույն Փաշինյանի քննադատությունների թիրախում։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Հիշենք հայտնի Bentley-ին օֆշորային սկանդալը եւ այլն։ Եվ հանկարծ նա հայտնվում է եկեղեցական բարեփոխումներն իրականացնողների ավանգարդում։ Փորձագետներից մեկի կիսակատակ զարմանքը իրավիճակը լավագույնս է բնութագրում։ Արդյոք նման կազմով բարեփոխումների հայտ ներկայացնելով Փաշինյանի նպատակը հենց այն չէ, որ ազգովի խնդրենք իրեն Գարեգին երկրորդին իր գահին հանգիստ թողնի։ Տեղին է նաև սնուցող մայրերի խորհուրդը հիշեցնել տունը մաքրելը ճիշտ է վերևի հարկից սկսել ու սկսելուց առաջ էլ գոնե ավելը թափ տալ, մաքրել։ Բայց քանի որ մեջբերումներից խոսեցի, եւս մեկ մեջբերում հիշեցնեմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից մեկից։ Սրբազանները չեն դատվել, որովհետև այդ սրբազանները իրանց ջեբից սրբազաններն են եղել։ Բավարարից ձեր պատասխանը։ Մարդիկ ամբողջ օրը իրանց կնունքներից, իրանց տված Bentley-ներից դուրս չեն եկել, այ քեզ այդ ով պետքա դատե։ Լսեք, նախկինում ով պետքա դատեր։ Հիմա ո՞րն է ջեբի սրբազանի ու սկզբունքային սրբազանի էական տարբերությունը, մանավանդ ինչպես իրավունք ունենք կասկածել, երկու դեպքում էլ խոսքը նույն անձնավորություններին կարող է վերաբերել։ Պատասխան ես չունեմ, սա կարող ենք պարզապես հռետորական հարց համարել ու անցնել առաջ։ Իսկ առաջ անցնելով կրկին մայրաթոր պետք է գնանք Մայր Աթոր Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 28-ին նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի Հայաստանաբնակ անդամների ժողովի իրավազոր նիստ չի գումարվել։ Նավասարդ Կճոյանի, Աբրահամ Մկրտչյանի, Վազգեն Միրզախանյանի, Վրթանես Աբրահամյանի, Գևորգ Սարոյանի բացակայության պատճառով։ Կարծում եմ անունները արդեն ծանոթ են։ Մեկ օր անց նոյեմբերի 29-ին բարձրաստիճան հոգևորականների հաջորդ հայտարարությանն ենք հանդիպում։ Սա էլ տարածվել է արդեն ոչ թե 8-9, այլ կլոր 10 հոգևորականի ստորագրությամբ, այլ կերպ ասած ապստամբների շարքերը խտանում են, ընդ որում այս անգամ թիրախը ոչ թե Արշակ Սրբազանն էր, այլ հենց ինքը Գարեգին Բ-ն։ Առանց գունազարդումների եւ կարճ ասեմ, նամակի հեղինակներն առաջարկել են, որ կաթողիկոսը կամավոր հրաժարվի Աթոռից։ Զուտ ձեր ժամանակը խնայելու համար այսօր այդ հայտարարությունը չեմ մեջբերում ամբողջությամբ, բայց հավատացեք, բավական հետաքրքիր դրվագներ կան դրա մեջ։ Խոսքը ինչպես այսօր եկեղեցում տիրող ոչ միանշանակ իրավիճակի, այնպես էլ կաթողիկոսի վերջին ընտրությունների մասին է առնվազն։ Այնպես որ կարդացեք, չեք փոշմանի կորցրած ժամանակի համար։ Իսկ եթե մինչև վաղը չկարդաք, միասին կանդրադառնանք այդ հայտարարություն կոչին եւ կփորձենք դրա մեջ թաքնված կամ բացահայտ մեսիջները կարդալ։ Մի հետաքրքիր մանրամասն էլ, որն ավելի շատ անոնս կլինի հետագա զարգացումների համար։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսատ ժողով, այդ մասին տեղեկացնում են Մայրաթոռից։ Եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 10-ից 12-ը եւ քննության կառնի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը, հայտնում են Մայրաթոռի տեղեկատվական համակարգից։ Փաստացի Գարեգին երկրորդը չի պատրաստվում զիջել։ Սա արդեն հետաքրքիր է հատկապես վերջին զարգացումները հաշվի առնելով։ Էջմիածնի ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համոզիչ հաղթանակի արդյունքում Մայրաթոռը փաստացի շրջափակման մեջ է հայտնվել։
Իսկ վերջին օրերի զարգացումներն էլ ակնհայտ ցույց են տալիս, որ շրջափակված բերդի դռները բացողներ ամեն դեպքում կլինեն։ Այս ամենը հստակ գիտի Գարեգին բն, բայց հստակ առճակատման է գնում։ Հարց է առաջանում այդ դեպքում ինչ չգիտենք մենք, այսինքն շարքային քաղաքացիներս ու առաքելական եկեղեցու հետևորդներս։ Կարծում եմ պատասխանը կլսենք առաջիկայում։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։